Սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կանցնեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկի։ Սրա արդյունքում հոկտեմբերին նախատեսված աշնանային արձակուրդը աշակերտների համար մեկ շաբաթվա փոխարեն կդառնա երկշաբաթյա։ Փոփոխությունների պատճառը 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի COP17 համաժողովն է։ Ողջույն բարեկամներ, ինչպես գիտեք, անցյալ տարեվերջին մենք մի որոշում Արցախից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների համար նախատեսվում է բնակարանների վարձավճարի մասնակի հատուցում։ Facebook-ում տեսանյութ է հրապարակել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ծրագրից կարող են օգտվել հատկապես այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից կամ արդեն իսկ չեղարկել են իրենց տրամադրված հավաստագրերը։ Պարտադիր պայման է նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված լինելը։ Ծրագրից կարող են օգտվել այլ ընտանիքները, որոնք ընտանիքի անդամներն ունեն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան կամ 60 եւ ավելի տարեկան են։ Անդամների տարիքի հանրագումարը 115 եւ ավելի է 2 անդամի դեպքում կամ 175 եւ ավելի 3 անդամի դեպքում։ Հատուցում ստանալու գործընթացը իրականացվում է առցանց, սակայն մինչև էլեկտրոնային հարթակում դիմում լրացները շահառուները պարտադիր պետք է անձամբ մոտենան միասնական սոցիալական ծառայության իրենց տարածքային կենտրոն սոցիալական բնակարանային ֆոնդում պաշտոնապես հերթագրվելու համար։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի հանցագործությունների վիճակագրությունը, թեև հանրապետությունում ընդհանուր հանցագործությունների թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն կտրուկ ավելացել են առանց վարորդական իրավունքի կամ այն կասեցված լինելու պայմաններում ղեկին նստելու դեպքերը։ Բացի այդ, արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ 3231-ով կամ 74.4%-ով։ Ոստիկանապետը անդրադարձել է նաև մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություններին, շեշտելով, որ սպանության դեպքերի ճնշող մեծամասնության հիմքում սովորական կենցաղային վիճաբանություններն են։ Իրավապահների համար գերակա խնդիր է մնում նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Չնայած այս տարի հայտնաբերված ընդհանուր դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, սակայն առգրավված թմրանյութի ծավալները մեծացել են։ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196-ով կամ 11.3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Բաքվի բանտերում տառապող հայ գերիների վերադարձը կարող է մինչև 10 տարի տևել։ Ըստ էության այս սցենարը չի բացառել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, նա պատասխանելով ընդդիմադիր падգամավորի մեղադրանքին իշխանության անգործության վերաբերյալ, ասել է հետևյալը. Երբ ասում եք չկա խաղաղություն, եթե գերիները չեն վերադարձել։ Այդ ձեր քարացած մտածելակերպը, դուք կարդացել եք ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերիները երբ են վերադարձել երկրներ։ 10 տարի է տևել։ Դուք այդ գործընթացներից տեղյակ եք։ Հարգելի գործընկերներ, այսօր падգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրն է, շնորհավորենք նրան։ Ազգային ժողովում այսօր շնորհավորել են Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը։ Նախ շնորհակալ եմ ու քանի որ իմ ծնունդը համընկնում է մեր առաջնորդի Սամվել Կարապետյանի ծննդյան հետ, օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի 100 լավագույն ուսանողներ մրցույթի մրցանակաբաշխությունը։ Անձամբ Սամվել Կարապետյանից իրենց հավաստագրերն են ստացել Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից ընտրված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։ Դուք լուրջ գործ ունեք շուտով անելու մեր հայրենիքի համար։ Մեր այս process-ը լինելու է շարունակական, մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք
լավագույն տաղանդավոր մեր երիտասարդներին եւ ամեն ինչով փորձելու ենք ընտառաջենք, օգնենք։ Դուք գիտեք երևի ով է Սարգիս Կարապետյանը, հայրս է, ինքը 50 տարի դեռավել մանկավարժ է եղել եւ ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ուսանողի համար նախատեսվել է 1 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Ընտրության ընթացքում կարևորվել է առաջադիմությունը, երիտասարդների նպատակները, կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ապագայի տեսլականը։ Շնորհակալություն պարոն Կարապետյան նման հրաշալի նախաձեռնության համար։ Կցանկանամ ասել, որ այս նախաձեռնությունը ել ավելի լավ հնարավորություն է տալիս ավելի վստահ քայլելու մեր իսկ ընտրած ուղիով։ Շատ շնորհակալություն։ Կարծում եմ բոլոր ուսանողների եւ երիտասարդների համար սա շատ մեծ ու հստակ քայլ է առաջ գնալու եւ ավելի ամուր կանգնելու մեր հայոց հողի վրա։ Հենց այն ժամանակ, որ ինձ պետք էր ու լուրջ եմ ասում, երկնքից ոնց որ նվեր լիներ։ Սա իրականում շատ կարևոր է առավել առաջ գնալու եւ առավել բարձր նշաձողեր դնելու լրացուցիչ մոտիվացիա է։ Սա շատ լավ հիշեցում է ու ազդակ, որ գիտելիքը միևնույն է արժևորվում է ու կարևորվում։ Շնորհակալություն։ Ուսանողը դա պետության կայուն հիմքերից մեկն է, ու երբ որ ուսանողը վստահ է, որ իրեն գնահատում են, ինքը դառնում է լավագույն հիմքը հետագա զարգացման ու պետության ամուր կայացման համար։ Կարապետյան հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը նշել է, որ հաշվի առնելով թիմ ընտրություններով պայմանավորված ուժի մեջ մտած սահմանափակումները, արդեն իսկ ընտրություններ նշանակված համայնքների ուսանողները չեն մասնակցել միջոցառմանը եւ այս փուլում նրանց ուսման վարձի փոխհատուցումը չի տրամադրվի։ Այն համայնքներում, որտեղ որ արդեն հայտարարված են թիմ ընտրությունների օրերը, այդ համայնքներից ընտրված ուսանողները այսօրվա միջոցառմանը ներկա չէին։ Հաշվի առնելով բարեգործական ոլորտի այդ արգելքը, մենք այդ ուսանողներին այսօրվա միջոցառմանը չենք հրավիրել եւ այս փուլում չենք կարող իրականացնել իրենց ուսման վարձի փոխհատուցումը։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջեյլարովը հայտարարել է, որ Կիևը վճռական է վերադարձնելու բռնակցված տարածքները։ Նա Ղրիմի ապակա ազատագրումը համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ, վստահեցնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կվերականգնի արդարությունը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության ու ռազմանավերի համար, միաժամանակ զգուշացնելով, որ Ռուսաստանի գործողություններն ուղիղ սպառնալիք են նաև Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար։ Նորից լարվում են Բաքու-Մոսկվա հարաբերությունները։ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովի արտաքսումից 24 ժամ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի 3 քաղաքացու՝ Մոսկվա 24 հեռուստաընկերության լրագրող Իվան Կնյազևի, մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Ըստ ադրբեջանական կողմի քրեական գործի հիմքում Սեմյոն Ուրալովի YouTube-յան ալիքում հուլիսի 14-ին եւ օգոստոսի 13-ին հեռարձակված եթերներն են։ Բաքուն պնդել է, որ այդ հաղորդումների ընթացքում հնչել են Ադրբեջանի սահմանադրական կարգը տապալելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ազգային ճշտամանք հրահրելու եւ ահաբեկչության կոչեր։ Իսկ օգոստոսի եթերում խոսվել է նաեւ առանձին անձանց ֆիզիկական ոչնչացման մասին։ Քանի որ մեղադրյալները գտնվում են Ադրբեջանից դուրս, դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կարգով ընտրել է կալանքը։ Անձանց հայտնաբերելու նպատակով Բաքուն արդեն դիմել է Ինտերպոլին։ Սրան զուգահեռ Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն եւ բողոքի նոտա է հանձնվել ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի եւ նրա ղեկավարության հասցեին հնչած սադրիչ հայտարարությունների կապակցությամբ։ Մայրաքաղաք Մոսկվայի եւ Մարզի ուղղությամբ աննախադեպ քանակի ավելի քան 600 անօդաչու թռչող սարք է արձակվել։ Ռուսական հոբ համակարգերին հաջողվել է խոցել մոտ 118 ԱԹՍ քաղաքի մատույցներում եւ հարակից շրջաններում։ Հարձակման հետևանքով կան տուժածներ։ Հայտնի է, որ անօդաչուներից մեկը ընկել է Բոգորոդսկի շրջանի Ատլանտ պարկ համալիրում գտնվող Վալբերիզի պահեստի վրա։ В ответ на официальные просьбы законных правительств африканских стран Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել Աֆրիկայում գործող ապօրինի զինված խմբավորումների գործողություններում ներգրավված ուկրաինացիների վերաբերյալ, ընդ որում նրանք ոչ թե վարձկաններ, այլ կադրային զինվորականներ են։ Լավրովը անդրադարձել է նաև Պուտինի Ճապոնիային հղած բողոքին եւ Տոկիոյի քաղաքականությունն անվանել է ագրեսիվ միլիտարիստական։ Դիվանագետը հորդորել է Ռուսաստանին քննադատելու փոխարեն զբաղվել սեփական ներքին խնդիրներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսով խոսել է Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը կոչ է արել Իրան-ԱՄՆ հակամարտությունում առավելագույնս կիրառել դիվանագիտությունը եւ առաջարկել է Անկարայի աջակցությունը։ Նա Թրամփին ներկայացրել է նաեւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև կնքված Մեքքայի պաշտպանության պայմանագիրը, այն համարելով տարածաշրջանային կայունության ամուր հիմք։ Անդրադառնալով Գազային Էրդողանը մտահոգություն է հայտնել Իսրայելի աջող գործողությունների կապակցությամբ, շեշտելով, որ խաղաղության գործընթացը այժմ արդեն պետք է թևակողեր երկրորդ փուլ։ Ռուսաստանի մանկական խանութներից մեկում տղամարդը իր երեխայի աչքի առաջ հարվածել է վաճառողուհուն, ինչի հետևանքով կինը ընկել է հատակին։ Գնորդի զայրույթի պատճառը եղել է ապրանքի իրական գնի եւ գնապիտակի վրա նշված արժեքի տարբերությունը։ Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։